Բարև ձեզ, սիրելիներ, այսօր ուրախ եմ։ Եվ ուրախ եմ, որ ծանոթացա նոր թեմքի էջմիածնի մեջ, պարոն Արման Ստեփանյան, Մայր Հայաստան Տաշինքի համագարկող։ Ճիշտ նկարագրեցի, պարոն Արման։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես Մայր Հայաստան կուսակցության նախընտրական շտաբերի համակարգողն եմ, ինչպես նաև գրասենյակի համակարգող, որը բացվել է վերջերս Վաղարշապատ համայնքում, այսինքն Էջմիածին քաղաքում, գտնվում է Լեոնիդ Ազգազյան 5 շենքում։ Ուրախ ենք, նախ մի հարցնեմ, չեմ գիտեր որքան նստուկ է այդ իդեալությունը որ ստացա, որ ըստ օրենքի անոր քաղաքապետարանի քաղաքապետն է իրավունք ունի ძალությունները օգտվելու, իսկ մյուս կուսակցությունները ոչ։ Այդպիսի բան կա, ինչ որ լսեցի, չեմ գիտեր որքան ճիշտ է, որ այդ բանոնները որ գախվին ძალությունները հսկա, որ բավական տանգ է քաղաքապետարանի հակահը եւ կուսակցությունը կբան իրավունք ունի անոնք ծրիապար օգտագործելու այդպես է չէ՞ սխալ եմ լսած։ Դե վարչական ռեսուրսը հստակ օգտագործվում է սպային քաղաքացիական պայմանագրի կողմից քարոզարշավը սկսվելուն պես իրենց պաստառները, գովազդային վահանակները տարբեր տեղեր հենասյուների վրա բոլոր տեղերում փակցված են, իսկ հակառակը ամբողջ 8 ուժերի համար հատկացված էր երկու տեղ գովազդային վահանակների համար։ Նաև նշեմ, որ հենց այսօր տեղի ունեցել քաղաքացիական պայմանագրի հավաքը Վահեջմիածնի մշակույթի տանը, որը մենք անձամբ Մայր Հայաստան կուսակցությունը բազմիցս դիմել է տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար, բայց մերժում ենք ստացել տարբեր պատճառաբանություններով, իսկ այսօր իրենց համար ոնց որ տեղ հատկացրել են այդ սրահը, ժամ, տեղ, ամեն ինչ կար որ անենք, բայց մեր համար միշտ զբաղված է տարբեր պատճառներով։ Բայց ըստ երևույթին 2015 հեղափոխության Հայաստան ուներ 3 միլիոն վարչապետ, աստորեն Հայաստանը չունի 3 միլիոն վարչապետ, այլ ունի կարծես 1 վարչապետ։ Լավ, գուզեմ մեզի քիչ մի ներկայացնեք ձեր երեք հարցազրույցին իմ հյուրս էր նաև ձեր ցանգեն Դիգին Սոլաղյան ուրախ եմ սակայն ավելի քաղաքական էր, սակայն ուզում եմ դուք քիչ էջ միադինցներուն վաղարշաբաթը ինչ եք ուզում ասել։ Գուզեմ ասել, որ ես բավական զարմացած եմ, շատ բարձ օրինակ եւ որ արմավիր կացած եմ, շատ ավելի շեն տեսած եմ, բաղավին հագարակ որ իր արմավիր հրաբարակը չի ասա, սակայն արմավիր քաղաքը շատ ավելի շեն է, շատ ավելի գաստորված, իսկ Էջմիածինը որ տուրիստական կենտրոն է, Սուրբ Էջմիածինն է, Հայաստանի ոգիի սիրտն է, փաստորեն վերջին տարիներուն ոչ մեկ բան արժեվ չի գնաց, այսինքն մի հատ ճուրի դեր սարկած է ագումբը եւ անալ միշտ չի աշխատում, փաստորեն Էջմիածինը մնաց ինչ որ մնաց։ Սենց ասեմ, մեր ծրագրի գլխավոր կետերից մեկն է, որ պետք է Էջմիածին քաղաքը դառնա Հայաստանի տուրիստական կենտրոններից մեկը, որը ունի այդ հնարավորությունը միանշանակ, այն իմաստով ունի, որ ինքը մեր բոլորիս հայերի, քրիստոնյաների, առաքելական Սուրբ Եկեղեցի հետևորդների հոգևոր կենտրոնն է։ Մեկ այլ փաստ, որ ինքը գտնվում է Զվարթնոց օդանավակայանին շատ մոտ, Երևանին շատ մոտ է տուրիստների համար։ Այո։ Մեր սենց այս պայն ցիտեմ մեր ցուցակի առաջին համարին իր բառերով ասեմ, որ ասում եմ մենք պետք է Էջմիածինը սարքենք Հայաստանի Վատիկանը։ Այսինքն գլխավորը ծրագրերից դա է, բայց այնտեղ մենք ունենք տարբեր ծրագրեր, որտեղ բակային հատվածները շատ անմխիթար վիճակում են, հատվածներ կան, որոնք նույնիսկ խմելու ջուր չունեն, գազաֆիկացված չեն, դա Էջմիածին հենց քաղաքի մասին է խոսքը, թափառող շների մասին է շատ կարևոր Այո, ծրագրային կետ ունենք, որտեղ ահավոր բարդ է վիճակը թափառող շների մասով Էջմիածնում։ Իսկ գյուղերի գյուղական համայնքները, որոնք այս խոշորացումից հետո Խոյ համայնքը կպնում արդեն դառնում է 6 Վաղարշապատ համայնք, այդտեղ արդեն տարբեր այնտեղ ոռոգման ջրի խնդիր ունենք, խմելու ջրի խնդիր ունենք ջերմոցային տնտեսությունների խնդիր, որը չգիտես ինչու տարբեր մարդկանցից տարբեր ձևով ինչ որ գումարներ են պահանջում ջերմոցները օրինականացնելու համար ու չգիտենք պատճառը կամ ինչ որ ինչն է պատճառը, որ ամեն մեկից տարբեր գումարներ են պահանջում, կոնկրետ ոչ մի ձև չկա լուծման համար։ Ամեն մեկին մի նախապայման է առաջադրվում։ Այդ ամեն ինչը մենք մեր ծրագրերում հստակ գրված է, որ պետքա եթե կա տենց բան, ուրեմն պետքա լինի բոլորի համար նույն
նույն ձևով։ Իսկ Էջմիածնի մասով էլ ասեցի, ունենք Զվարթնոց թաղամաս, որտեղ կա այդ Սատանի ամուր կոչվող կարուսելը Այո, անմխիթար վիճակում։ Դրա մասով ունենք լուրջ ծրագիր, ներդրողներ ունենք պայմանավորված, որոնք մեզ խոստացել են մեր հաղթանակի դեպքում իրենք այդ ներդրումները անելու են ու այդ հատվածը դառնալու է շատ սիրուն զբոսայգի զվարթնոցիների, էջմիածնեցիների, ինչպես նաև քաղաք եկող հյուրերի ու տուրիստների համար։ ինձ թույլատրեք Էջմիածնի բնակիչներեն երկու հարցում առաջարկ որ ուղղվեցա որ խնդրեմ ձեզ ուղեմ։ Առաջինը ասվեցա որ Էջմիածնի մեջ կան մոտ 200 տուն, որոնց տանիքները վտանգված վիճակի մեջ են, արդյոք որ ասվեցավ ինձ որ այդ տանիքները կպատկանին քաղաքապետարանին, այսինքն քաղաքապետարանն է անոնց դերը, արդյոք ինչ է ձեր դրակիրը անոնց սարքելու, atվտանգ հերացնելու, երկրորդ առաջարկը որ դրվեցավ որ այսօր եթե մենք արևային համագարկ այնտեղ գազմենք շատ ավելի փոքր խնայենք եւ գնալալ անիկա օրինակի համար որոշ գումար վճարվի adեն քաղաքապետարանին, սակայն ավելի հեշտ կլա բավական գումար կխնայենք։ Այս առումներով արդյոք ձեր ցանկը ունի ձեռակիր ինչ կուզեք ասել։ Միանշանակ բնակ ֆոնդի պահպանան համար էլ ծրագրային մենք դրույթներ ունենք։ Եթե հետաքրքիր է, ես կարող եմ ընթացքում մեր ծրագրերը Խնդրեմ։ ուղարկել ձեզ, դուք կտեղադրեք ձեր մոտ, որպեսզի Էջմիածնի Վաղարշապատի բնակիչները տեսնեն մեր ծրագրային դրույթները, այն ծրագրով, որով մենք շարժվում ենք դեպի Էջմիածին քաղաքում ու Վաղարշապատ համայնքում հաղթանակի մարդիկ տեսնեն դա։ Միանշանակ բնակ ֆոնդը պետքա վերանորոգվի շատ անմխիթար վիճակում է, ոչ միայն տանիքները, մուտքերը, շենքերի բակերը, շենքերի շքամուտքերում պատուհաններ չկան, դռներ չկան, ամեն ինչ շատ անմխիթար վիճակում է։ Այդ ամեն ինչը այնտեղ կոյուղատար համակարգն է շատ վատ վիճակում Էջմիածին քաղաքում։ Այդ ամեն ինչը մեր դրույթներում կա եւ մենք հաղթանակի դեպքում խոստանում ենք, որ կարճ ժամանակում ժողովուրդը կտեսնի մեր գործը, էլի մենք չենք ընտրվելու, գնանք մեր աշխատասենյակներում նստենք։ Օրինակ, ինչպես են հարաբերությունները այլ քիչ ավելի երաբաշխլան, այսօր դժվար է որ ոյ մեկ ցանկ ես կգարձեմ որ իմ քրադականոս ոյ մեկ ցանկ չի պիտի ունենա 50+1 Ձեր հարաբերությունները այլ անտիմատիր ցանկերու հետ ինչ է, որովհետև վստահ եմ որ ժողովուրդը գալու որ այս անտիմատիր բոլոր ցանկերը վերջի վերջո մեկ ջագատ կազմեն եւ հերացնեն քաղաքացիական պայմանագիր հասնեն այնտեղ։ Սակայն ձեր գաբերը ինչ են, երեք դիգի սոնա խոսացավ որ հաղթելու բարակային որոշ ատորներ եւ չհասնեն 50+1 պիտի համագործակցիկ այլ ինտիմատիրներու հետ։ Իհարկե նկատի չունենք հանրապետությունը ինչ որ դիգին սոնան ասավ իրեն համացայն եմ հանրապետությունը ինձ համար Փաշինյանիզմի երկրորդ տևն է, այսինքն Փաշինյանիզմը միայն քաղաքացիական Փաշինյանից պայմանագրով ավելի Փաշինյան է Արամ Սարգսյանը։ բնականաբար մեկ ցանգով մեկ շերտով չի բավարարվի, ալունի բավական տակուն չընտիմատիրներ ձեր հարաբերությունները այլ ցանգերու հետ եւ արդյոք կխոստանաք որ եթե այս ցանգերը որոշ թիվեր գազմեն 50+1 կոալիցիա միդրեն եւ դերասեն այս նեոլիբերալ աղեդը Հայաստանի գլխին։ Սենց ասեմ, մեր սկզբունքները միջև քարոզարշավի սկսվելը մեր պաշտոնական էջերով հրապարակված է։ Մենք պատրաստ ենք այն դեպքում, երբ որ ինչ որ մի ուժ որ չի հաղթարում 50+1-ը եւ միանձնյա չի ստանձնում քաղաքի իշխանությունը, մենք պատրաստ ենք բոլոր իրական անդիմադիր ուժերի հետ համագործակցության մեր հրապարակված սկզբունքների համաձայն։ Մենք չենք տեսնում խնդիր, բոլորի հետ էլ կամուզենք։ Մեր մինիմալ նպատակն է այս process-ի մեջ ԿՊ-ին զրկել իշխանությունից Վաղարշապատ համայնքում։ Դե մաքսիմալն էլ պարզ է բոլորիս, ով էլ գնում է ընտրության, գնում է հաղթանակի։ Եթե դառնա այն տարբերակը, որ պետք է համագործակցել, միանշանակ բոլոր իրական ընդդիմադիրների հետ պատրաստ ենք համագործակցության նստել ընդհանուր կլոր սեղանի շուրջ եւ հասկանալ ոնց վերջ տանք ԿՊ իշխանությանը Վաղարշապատում։ Շատ բարձ համեմատական եմ դիտամ քաղաքացիական պայմանագիրեն վադվիլագությունը 3-4 օրը մեր տաղը եկավ բավական հոխորտավ այսպես հբարտ զինվորական հաղթական քայլերկով ոնց որ իրենք այդ մտնորդի մեջ են որ հաղթելու են սակայն իմ գարձիկով ըստ պիտի դժբախտաբար մեր բادرազին որ հաղթելու են կվերածվեցավ ինչ է խոսում մեր բանակը շրջապատված է
ինչ որ դեսայեց ժողովուրդը ոչ մեկ իրեն չի դիմավորեց, այսինքն եկան աղմուկները իրեն չկեղ կոստումներով եւ հեռացան, սակայն չի կդան ովևէ իրենց ողջունում։ Ձեր ինչ որ էսա ձեր Facebook-ի վրա ասնավես որ գերտայի եւ շփվեք քաղաքացիներու հետ բավական լավ էր արձագանքը։ Ինչպես էր ժողովրդին արձագանքը ձեզի հետ, ինչպես էր շփումները, մեզի քիչ նկարագրեք խնդրեմ։ Ժողովրդի հետ շփվում ենք շատ պարզ, ոնց միշտ եղել են մեր տեխնացուները ճանաչելիության խնդիր չունեն, բոլորը գիտեն շփվող վաղարշապատցիների հետ, էջմիածնեցիների հետ ճանաչված անձնավորություն են բազմամյա փորձ ունեցող կառավարման համայնքի ղեկավարներ են եղել, դրա համար իրանք շփվում են այնպես, ինչպես որ կան։ Օրինակ մեր երկրորդ համարը Դավիթը Կարապետյան, sense մի քիչ պետքա ես ոնց ասեմ, պարզ ասեմ, ոնց որ իրան դիմում են ամբողջ վաղարշապատ համայնքում մեր Դավոնա, ծաղկունքի Դավոն։ Այդ նույն տրամաբանությամբ բոլորը Դավիթին դիմավորում են, բոլորը դուք տեսել եք գրկախառնում են, նույնը Գրիշային Հարությունյան, Դողս համայնքի ղեկավարն ա եղել, նույն ձևի բոլորը ճանաչում են, մոտենում են, շփվում են, ինչպես միշտ եղել է միջև այս ընտրությունները ու տենց էլ շարունակվել է։ Իրանք այդ ոգով մենք մտել ենք քարոզարշավ, ոնց որ իրանց ճանաչում են, որ մենք ձեր կողքը ոնց եղել ենք, տենց պետքա մնանք։ Դրա պատճառով էլ ընդունելությունը շատ լավն է լինում մեր։ Արման ջան, մտավախությունը գա որ վստահ դեղին է, որովհետեւ ճշմարտաբար բոլոր այն ցանկերը, այն քաղաքական ուժերը, որ գահատեկտին քաղաքացիական պայմանագրին բարդության մատնել, չեմ գիտեն ինչ տիպածով, սև ժակատակերի գանտիբին, ինչպես որ տեսանք նաև Գյումրիի մեջ, արդյոք մտավախություն չունի, որ կամ ժողովուրդը մտավախություն չունի, որ ցեզի ընդրա եւ հանգարց նորեն նույն ժակատակիրներ, դատական process-ները սկսին եւ իրենց ընդրած ցանկերը մարդիկ էլի հանդիպին Պերտերում եւ իրենք մնան, այսպես ասեն, մենակ, ինչպես որ երեք դիգին սոնանսավ Երևանի մուրը հանեցին ժողովուրդին, որտեղ 900-ով հասավ իշխան Երևանի քաղաքապետերի հակաուճան, արդյոք մտավախություն ծեր եւ քվեագոին օդոբեկ չլինի, որ նույն ցավալի դեպքերով իդանտիմինգ Բարձրապես մենք ստալյան օրերը սկսան գիշերու Հայաստանի մեջ ես երբեք չի պատկերացնեմ Հայաստան միտքամ եւ այս մոտորը դեսնեմ որ ամոր գանտեկնի հաղթել օրվա իշխանության հանգած կդառնա մի ոչնակորձ, մի էս, մի կորապ։ Սենց ասեմ, այսօրվա մեր իշխանություններից ամեն ինչ սпасելի է։ Դուք նշեցիք տարբեր դեպքեր, Գյումրի, Փարաքյար, բոլոր տեղեր, որտեղ համայնքային ղեկավարությունը թիմ ընտրություններում հաղթել են, այսպես ասած, ընդդիմադիր ուժերը, այդ բոլոր ղեկավարներին հանդեպ քրեական գործեր են հարուցվել, ավելի վատ դեպքեր ենք ունեցել Փարաքյար համայնքում, նենց անմխիթ, նենց վիճակ էր ստեղծվել, որ ինչ օրի հասանք Փարաքյար համայնքի դեպքում, բայց այս ամեն ինչը կախված է ժողովրդից, ժողովուրդը եթե մի ամուր լինի, շատ մեծ ձայներ տա ընդդիմադիրներին, ինձ թվում է խելքի կգան ու կհասկանան, որ իրանց չեն սիրում, չեն ընդունում քաղաքացիական պայմանագրին եւ չեն փորձի էլ տենց անել։ Ինչ մնում է մտավախություններին, իհարկե մտավախություն չունենք, մենք բոլորս էլ հասկանում ենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում ու հաստատ ամեն մի անձի համար չի արվում։ Այս արվում է մեր երկրի, մեր պետականության, մեր ինքնության համար։ Հասել ենք այն օրին, որ արդեն եկեղեցին են պղծում, եկեղեցու վրա են հարձակում գործում։ Եթերով 2018-ին Էջմիածին հստակ է որ բացի կուսակցական դեմքերեն շատ ուժեղ գա, այսպես որ ճիշտ հայերեն բարը չեմ գիտեր Հայաստանը գներեք civil society, այսինքն բարձ հասարակ քաղաքացիներուն ուժը անկան ուժը հիշում եմ մի օր որ Վարշավետ Փաշինյանը որ այդեն հապողական Փաշինյաններ գոչ ուղեց որ Ճապաները պակվին Էջմիածնի մեջ բար ժողովուրդը սպոնտա անկան ուժեղ էր եւ գալուղացան Ճապաները պակել այսինքն Էջմիածնի մեջ ուսակցություններն անտին գա շատ այսպես արտուն civil society-ը արդյոք անոնց տեղը ինչ է ցեզի շփման մեջ է եւ ինչքան ցեզի հետ կրնազինացին որտեղ անոնք շատ քերակա ուժ են այսինքն Էջմիածնի քերակա ուժը ուսակցությունները չեն քաղաքական այլ բարձ civil society-ն Մենք հենց այդ ոգով էլ շարժում ենք։ Մենք կուսակցականը բացի մեր ծրագրերը ամեն ինչը մենք շփվում ենք բոլոր խավերի հետ սոցիալական, բոլորի հետ շփման մեջ ենք, բոլորի խնդիրները գիտենք, բոլորի խնդիրներով
պետք է զբաղվենք հաղթելու դեպքում։ Մեր համար տարբերություն չկա, որ սոցիալական խաղն է եւ կուսակցականը, թե անկուսակցականը։ Այդ ամեն ինչը պարզ է, որ մարդիկ կան, որ չեն ուզում կուսակցական լինեն, չեն ուզում ինչ-որ քաղաքական այդ խաղերի մեջ լինեն, իրանք ուղղակի ուզում են իրանց քաղաքը, իրանց համայնքը լավ ղեկավար լինի, լավ նորմալ ապրեն։ Չգիտեմ, բակերից բռնած, դեր ասած տանիքներով ու բոլոր կոմունալ հարցերով, որ նորմալ լինի։ Այն որ խոսենք, որ մարդիկ որ այդքան չեն ուզել քաղաքացիական խառնվել, սակայն գաստե հսկային սակայն Էջմիածինը, ինչպես ասեք, ես լիբանանցիներուն գսեմ, որ Էջմիածինը Հայաստանի Վատիկանն ինչպես դուք ասեք, Էջմիածինը հավատքի դաջարի լույսի քաղաքն է, սուրբ քաղաքն է Հայաստանի։ Եվ այսօր զարմանալիորեն չեմ գիտեր ինչու այդ տարբերին ընդրեց այս իշխանությունը, որ բավական խորամանկ է, երևի խոհեմ չէր, որ այս ընթացքում ընդրեց հարցակում եկեղեցին։ Այն իշխանությունը, որ խոսացավ հավերաշխություն եւ սեր, դարձավ բարակդումի, անտագոնիզմի ինսպիրեյշնը, ներշնչումը։ Սպիրկը բաժնված է, Սպիրկ Հայաստան բաժնված են։ Ինձ այլևս սկսած է շատ հանդուկ նսելու Փաշինյանականներ, մենք իսկական հայերեն դուք հայեր չեք, հիմա խոսին այնպես որ սխալ բան չեն ասում, այսինքն բարձ իրականություն է։ Սպիրկի մեջ գուսակցություններ իրենք իրենց մեջ բաժնված են։ Այս իշխանությունը կարի մեր ընտանիքներ, հարազատներ, գուսակցական գուսակցություններ այսօր բաժնված են։ Դաշնակցության մեջ եւ հնչակյան գուսակցության մեջ կան իրեն հետ մարդիկ, իրեն դեմ մարդիկ։ Մարդիկ իրարու գադեն, իրարու չեն հանդուրժել։ Մենք համերաշխություն երբեք չունենք։ Չէի դες այս մտնորդի հայ այս մտնորդի մեջ անգամ բաղ բادرազմում բոլշևիզմյան օրերում։ Այսօր Էջմիածինի սուրբ քաղաքը գենտարգվի հարցակումի եւ բարակդումի շատ հանդուկ փորձի։ Այդ որ անդրադարձը բարձ քաղաքացի վրա դուք ինչպես կնախատեսեք եւ արդյոք սա չի լինի այդ խտանը մոտիվացիան որ որովհետեւ ընդրություններում մարդ չէր մասնակցի 50% չէր անցնի չեք կարծեմ որ այս անգամ 80% մասնակցություն պիտի լինի եւ այդ բոլոր մարդիկը որ տեսած են որ իրենց եկեղեցին հարցակումի դակ է պիտի կան եւ պիտի պատասխանեն եւ ասի շատ ահավոր բարդության պիտի ենթարկե քաղաքացիական պայմանագիրը կամ Փաշինյանիզմը ավելի ճիշտ Միանշանակ պետք է այնպես արվի ընտրություններից հետո, որ համախմբում լինի, ձեր ասած պարակտումը պետքա վերացվի, որտեվ գործող իշխանությունների նպատակն է պարակտեն, որպեսի ասացված կա, տես չէ, պարակտիր բաժանիր որ տիրես։ Բաժանիր որ տիրես, իրանց ցանկությունն է, դա ինչ մնում է եկեղեցին մնացել է մեր վերջին հենասյունն է, մեր տեսակի, մեր մշակույթի, մեր պահպանման։ Հիմա հասկանալով, որ ուրիշ տարբերակ չկա երկիրը ավիրելու, սկսել են եկեղեցուն կպնել, եկեղեցին վարկաբեկել, որպեսզի իրանց ուզածին, իրանց նպատակներին հասնեն։ Մենք բոլորս, չգիտեմ, հայերով, այսպես ասած, պետք է համախմբվենք եկեղեցու շուրջ, որպեսզի իրանց ցանկությունները չթողնենք իրագործվի։ Ինչ մնում է պարակտմանը միանշանակ պետք է այնպես արվի, որ կապ չունենա ով որ կուսակցությունից է, ում է հարում, ում չի հարում, ինչ է լինում, պետք է համախմբում լինի։ Մենք այսպես ասած, այս նոյեմբերի 16-ից հետո 17 կա այդ Խոյ համայնքը, Վաղարշապատ քաղաքը շատ մեծ չի, մարդիկ բոլոր իրար ճանաչում են, ամեն օր իրար դեմք են նայում։ Պետք է այնպես լինի, որ առանց ամաչելու բարևեն իրար անցնեն, կապ չունի մեկը մյուսին է հարել, թե այն մյուսին է հարել։ Հաղթալագի բարակային ես իմ գարձիկովս ես չեմ նստել որ քաղաքացիական պայմանագիրը 1/3 ցանկերն ավելի կբեր ես չեմ նստել որ 33-ն ավելի բերելու է ընդդիմությունը շահելու է ինձ համար դարագուշ չի գա որ այս ընդրության մեջ Էջմիածինի բարձությունը պիտի լինի շրընտալիչ ընդդիմությունը պիտի շահի ես հիմա այդպես վստահ եմ ինչ կուզեք ասել քաղաքացիական պայմանագիրը համագիրներում որովհետեւ այս համերաշխությունը վերականգնի ներդաշնակությունը որովհետեւ ԿԲ-ի մեջ Փաշինյանիզմի համագիրներում մեջ կան շատ բարի մարդիկ, շատ ազնիվ մարդիկ, սակայն ինչ կնասնել որ մարդիկ, որովհետև մարդը սկացական է եւ պիտի ընդունի որ Վարչապետ Փաշինյանը Հայաստանի մեջ ամենեն քաղցր լեզուով անցն է։ Չկա իրեն նման բարբետ մեկը որ կարող է սիրտերը շահել սկացական կետնի վրա, սակայն ժողովուրդը գարձեմ գիտակցած է եւ արտնցած է, որ սկացումով չէ ամեն ինչ։ Եսանք հետևանքները Հայաստանը գործանումի հասավ։ Ինչ կուզեք ասել քաղաքացիական պայմանագիրի համագիրներում որտեղ ես վստահ եմ որ ընդդիմությունը շահելու է Սենց ասեմ, ձեր ասացի պես
Իրա նման չկա այնպիսի խոսքեր ասի, որ մարդկանց ականջները փաղաքշի եւ մարդկանց հաճելի խոսքեր ասի, իրանց սրտից ասի, բայց եկել է հիմա այն պահը, որ չգիտեմ, արդեն սահմանները հատված են, ինքը էլ փաղաքշական բառեր էլ չի ասում, ինքը արդեն այնպես բաներ ասում, որ մտնում է մարդկանց արդեն մեր ինքնությանն է կպնում, Այո, սենց ասեմ, ինքնասիրությանն է մեր կպնում մեր ազգի, որը անթույլատրելի է։ Իսկ ինչ մնում է քաղաքացիական պայմանագրի հետևորդներին, ձերդ համաձայն են, որ մարդիկ կան, որ մոլորված են, որ այս պահին դեռ միջև հիմա Փաշինյանին հավատում են, չգիտեմ, սատարում են կամ փորձում են օգնեն, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը լավ ձայն հավաքի։ Այդ մարդկանց ուղղակի կհորդորեմ, որ լավ հասկանան, լավ ուսումնասիրեն իր արածը այս 7 տարվա մեջ ու դրանից առաջ ինչ ա արել, ոնց ա եղել ու ինչ ասել ա, դրա հակառակն ա ինքը միշտ արել։ այո, միանշանակ։ Ի վերջին Դե հարցումս, այդ իր սատարողների մեծ մասը վարչական ռեսուրս կա, վարչական աշխատողներ են, պետական աշխատողներ են, որ բոլորս տեսնում ենք ամենօրյա ռեժիմով ինչա կատարում։ Սատարումն էլ սատարում չի, իրան այդ սատարումը չի, որը որ դուք պատկերացնում եք կամ չէ, իհարկե ժողովուրդը 900 պատկերացնում։ Երևանի մեջ հատստակ էր 900 ցաներով իշխանության ասավ Արմենյանը։ Չեմ լսած իշխանությունը, որ ինքը ինձ բարոյաբես կընտրի, որ 900 ցաներով իշխանության գարցնի Երևանի։ Այսինքն աննախընթաց էր քաղաքացիական պայմանագիրը, ես կգոչեմ 9% 900։ Լավ, իմ վերջին հարցումս ունի շատ խոնամանկ վերջին զենքը, որ անի իրեն բրգեց վախը խրտվիլագությունը Կոչարյանեն եւ Սերժ Սարգսյանը պիտի որ իր ամենն աստեցիկ զենքերեն մեկն է, որ ինքը մինչև հիմա այսօր սպիրկի մեջ եւ Հայաստանի մեջ ինձ որ սպիրկա եմ, որոշած եմ որ ես տաշնակցական եմ։ Երկու օրական հայտարարած եմ որ հնչակյան եմ, սակայն Փաշինյանիզմի ամենն ուժեղ զենքն է։ Կորոշե որ դուք օրինակ եմար Հայաստան Փաշինյան։ Ինքը իրավունք ունի որոշելու քո փոխարեն դու ինչ ես։ Ինքը որոշում է որ ես տաշնակցական եմ եւ վերջ, ես չեմ ունար որոշել։ Գա այս զենքը որ ուզեմ Հայաստանը ներկայացնել իբր նախկիններու վերադարձ։ Եվ ես չեմ կարծում որ նախկիններու մասին այլ իրավունք ունի խոսելու այս իշխանությունը, որովհետև Բաթմուջյան ամեն աղետելի իշխանությունն է, ոչ թե միայն հայաստան, աշխարհի Բաթմուջյան ամեն աղետալի եւ վնասակար իշխանությունը իրավունք ունի խոսելու նախկիններու մասին։ Սակայն հաղավին գուզե ներկայացնել, որ այս ընդդիմությունները բոլորը Քոչարյան են եւ Սերժ Սարգսյան նախկիններ, տաշնակցականներ են։ Ինչ կուզե գսել ասի վերջին հարցումս է։ Պես ասեմ, Մայր Հայաստան կուսակցությունը անկախ կուսակցություն է, ոչ ոքի կուսակցություն, չի կուսակցության ղեկավարը, կուսակցության վարչության կազմը, կուսակցության անդամները, բոլորին հայտնի է ովքեր են կուսակցությունը ստեղծվել է վերջերս Մայր Հայաստան շարժման հիմքերի վրա ու ոչ ոքի հետ կապել պետք չի։ Մենք ոչ ոքին ոչ փնովում ենք, ոչ բան ենք ասում։ Իսկ ինչ մնում է նախկինների մասով, ինքը թող իր տեխնացուի մասին խոսա, որը 2000-ականներից աշխատել է տարբեր պետական կառույցներում, լինելով Մանվել Գրիգորյանի ընկերոջ մարտական որդին, ուրիշ բան չեմ կարող ասել։ Ինքը լավ գիտի, որ ինքը որտեղ աշխատել է, դա եղել է Մանվել Գրիգորյանի շնորհքը, որտեվ ինքը իրանից ոչինչ չի ներկայացել։ Ուղղակի որ ինքը Մեխակյանի Արցախի հերոս Մեխակյանի որդին է, դրա համար իրան բոլորը Մանվել Գրիգորյանի հորդորով ընդունել են ուղակի աշխատանքի։ Ասում ես ավարտել։ Էլ բան չկա ասելու, ինքը աշխատել է եւ Երևանի քաղաքապետարանում, եւ Էջմիածնի քաղաքապետարանում, եւ բնապահպանության նախարարություն, տարբեր տեղեր աշխատել է։ Հիմա նախկինը մենք ենք, որ չունենք ոչ մի պաշտոնյա բարձրաստիճան, թե ինքը։ Բայց ոնց կարելի է որ 7 տարի վերջ դակավին ասել որ նախկիններն են անցավ որ կարծեմ թե 7 տարի անցած է 2017-ը մենք 2028 տարի անցած է եւ դակավին ինչպես կնա իշխանությունը ասեն նախկինները եթե 8 տարվա մեջ նախկիններուն աստեցությունը չի գրծավ ինքը վերացնել ուրեմն ինքը ցախոված է ցախովածուլալը վեճի չի կարող դիպ սակայն բարոն Ստեփանյան իմ ասունս ավարտած է սակայն ցեզի տաշտը ազատ է խնդրեմ էջմիածնիցներն ինչ կուզեք ասել եւ երբ պիտի կաք մեր թաղը մեզի պիտի այցելեք մենք բնակում ենք ձեր թաղը որ նշեք կգանք ձեր թաղը մեր տաղը ձեր թաղը 11 Մամիկոնյան ժամանակի սովետ երեսովետ բարը չեմ սիրել համայնավարական բարերը մեր տաղը գոչվի Վարդան Մամիկոնյանով Մամիկոնյան
Այս պայն չեմ հիշում օրը երբ է, բայց գալուց անպայման ձեզ տեղյակ կպայենք ձեր տեղ այցելելուց։ Իսկ վաղարշաբաթիներին կհորդորեմ, կխնդրեմ, որպեսզի ամսի 16-ին նոյեմբերի մասնակցեն ընտրությանը, շատ մասնակցության դեպքում բոլորս տեսել ենք ինչ է կատարվել Գյումրիում, ինչ է կատարվել Փարաքյարում եւ ինչ է կատարվել Երևանում, որտեղ ցածր մասնակցության դեպքում նրանք կարողացան այդ ամեն ինչը կորզել, ձեր ասած 9%-ով վերցնել իշխանությունը։ Վաղարշաբաթիներին խնդրում եմ, հորդորում եմ շատ մասնակցություն ունենալ, անպայման գնալ իրենց քաղաքացիական պարտքը կատարել, ընտրություններին մասնակցել, ոչ մի դեպքում ձայն չտալ քաղաքացիական պայմանագիր եւ իրենց այդ հարող ուժը, այսպես նուրբ ասած, հանրապետություն Հայաստանի ուժը, Հայաստանի կուսակցության ուժը։ պահեստային ուժ, ավելի լավ տարբերակ ասացիք, հանրապետություն կուսակցությանը գնալ ընտրել ընդդիմադիր որևիցե ուժի։ Ցանկալի է ընտրել Մայր Հայաստանին, որը հանդես է գալիս 4-րդ համարի ներքո, մեր կարգախոսն էլ միացիր, որ փոխենք, այսինքն մենք մեր ուժով միայն ոչինչ չենք կարող անել, մեզ պետք է յուրաքանչյուր վաղարշաբաթ ցույցայինը, որպեսզի մենք կարողանանք մեր ծրագրերը իրագործել վաղարշաբաթում, որը ընտրություններից հետո մեր հաղթելու դեպքում ակնհայտ կլինի շատ կարճ ժամանակահատվածում ու մենք իրանք վաղարշաբաթիները կզգան, որ իրանք քվեն իզուր չի եղել։ Այսինքն բարձր մասնակցությունը այն զենքն է, այն տեղն է, որ մենք կարող ենք բուժվել այս իրավիճակին։ Ճիշտ հասկացանք։ Միանշանակ քաղաքացիական պայմանագրի ցանկությունն է ցածր մասնակցությունը։ Իսկ ինչ կուզեք ուղղել խոսք Մայրաթոր Էջմիածնին, վստահ եմ, որ Մայրաստան գուսակցությունն Էջմիածնի պաշտպաններն է։ Այսպես ասեմ, միջև ընտրությունները քարոզարշավ սկսելը մենք վաղարշաբաթի բոլոր տեղերում շրջել ենք, ստորագրավակ ենք անցկացրել շենքերում, բակերում, տնետուն ու ի պաշտպանություն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ու այսպես ասեմ, վաղարշաբաթի Էջմիածնի բնակչության մեծամասնությունը ճնշող դեմ է քաղաքացիական պայմանագրի վարած կուսակցության իդեմս Նիկոլ Փաշինյանի վաղարշաբաթին կանգնած է իր եկեղեցու կողքը, հայը կանգնած է իր եկեղեցու կողքը։ Միանշանակ համաձայն եմ, բարոն Արման Ստեփանյան, շնորհակալ ենք այս շատ անգերց սրտապուխ հարցազրույցին համար եւ դարձյալ կհանդիպենք եւ ցեզ կմաղթեմ հաջողություն, բոլոր ընդդիմություն կմաղթեմ հաջողություն, աստված միարասցե չհաջողի քաղաքացիական պայմանագիրը, սակայն սարը բաղ հաշիվներով իմ վերլուծումով եւ ես 51% ճիշտ կգրեմ, որ բարձր դոգոս է, 52 չէ իհարկե։ Ես չեմ տեսնում, որ քաղաքացիական պայմանագիրը 1/3 ցավեն ավելի կբերե եւ տեսնում եմ, որ ահավոր բարդության արժեվ է։ Շնորհակալություն, բարոն Ստեփանյան։ Ես եմ շնորհակալ, հաջողություն ձեզ։ Շնորհակալություն։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։